բայց այդպիսի վախեր ունենալու համար հիմքեր են պետք, ինչ գործողություններ է իրականացնել այս իշխանությունը։ Ես ակամայից ստացվում է իմ հարցերով իշխանությանն եմ պաշտպանում, բայց ամեն դեպքում էլի լինենք մի քիչ օբյեկտիվ եւ կա, ձեր հարցերով չեք պաշտպանում, ձեր հարցերը հարց են, ես այդ հարցերին պատասխանում եմ։ Ձեր հարցով դուք իմ հիպոթեզերը չեք կարա ջարդեք, որովհետեւ դուք հարց եք հնչեցնում, ես պատասխանը տալիս եմ դրա։ Շատ լավ, հիմա ասում եմ վախերի համար ինչ հիմքեր կան, ինչ օրինակներ կհիշեք, որ քաղաքացուն կարող է դա աչքի առաջ ունենալ եւ վախենալ կատարելու ընտրություն։ Էջմիածին քաղաքում բազմաթիվ կլաններ կան։ Բազմաթիվ խմբավորումներ, որոնք որ իրենց ազդեցությունն են կարողանում տարածեն եւ այլն եւ այլն։ Նախկինից մնացած։ Եվ նախկինից եւ ներկա ձևավորված, եւ նախկինից եւ ներկա ձևավորված։ Մարդկանց վախի մեջ են պահել։ Անընդհատ ասում ես, անընդհատ մարդ ես ման գալիս, եզակի խիզախներ կան, բայց ասենք այդ քիչ են իրենք։ Պետք է առնվազն դու ամբողջ այդ ավականու թվականակով խումբ ձևավորած լինես, որ գնաս ընտրապայքարի եւ ներկայացնես այնտեղ քաղաքապետի տեխնացու, որը որ քիչ թե շատ հեղինակություն ունի, կախված իր ծնողների ավանդով պայմանավորված, իր ապրած կյանքով, որտեղ տեղական ինքնակառավարման համայնքներում դա մեծապես գնահատվում եւ ողջունվում է։ Ես ուղղակի նաև ցավ եմ ապրում նրա համար, որ բազմաթիվ խոստումնալից անձիկ կան, որ քաղաքական հոտառության բացակայության պատճառով աֆիլիացված են արդեն կամ նախկինների կամ ներկաների հետ, դրանով իսկ խաչ են քաշել իրանց հեղինակության եւ առասարակ քաղաքական կարիերայի վրա։ Որտեւ հայ ժողովուրդը ոչինչ չի մոռանում, ոչ մի բան մարդիկ չեն մոռանում, իրանք գիտեն դու ում սազանդարն ես առհասարակ։ Եթե դու պետք է շատ վատ որակի ռեմեյք լինես, ավելի ԿՊ լինես, քան ԿՊ-ն է, կամ ավելի Ռոբերտ Քոչարյան լինես, քան Ռոբերտ Քոչարյանն է, էլ քո իմաստը ո՞րն է։ Քո իմաստը, հո դու, չգիտեմ, դեղ վատ որակի կրկնություն չես։ Ասենք կա Adidas եւ Adibas։ Էլ քո գոյության իմաստը ո՞րն է։ Եթե դու ավելի ԿՊ այնա գնա դարի ԿՊ մարդիկ իմանան որ դու ԿՊ ես կամ գնա դարի չգիտեմ այնտեղ ով կա այն նախկիններից ինչ ուժ կա Մայր Հայաստանն է թե ինչա գնա դարի Մայր Հայաստան հայրենիքի ինչ որ անդամ բոլորը իմանան դու Մայր հայրեն բայց մի խաղարկային ընդդիմություն խաղացեք իրար հետ Մարդիկ հիմար չեն շատ լավ հասկանում են դու ով ես ինչ ես շնչում ընդ որում մի անգամ է շանս տալիս հայ ժողովուրդը մի անգամ մի կրակոց ունես ու այդ մի կրակոցը անում ես սա շատ սխալ ուղղությամբ վարկաբեկում ես ու հեղինակազրկում ես ամբողջ քո կարիերայի համար մի մոռացեք որ հայ ժողովուրդը չներեց Վազգեն Մանուկյանին հայ ժողովուրդը չներեց Ռաֆի Հովանիսյանին աղոթելու համար Գագիկ Ծառուկյանին չներեց Հանրահավաքը արեց խոստումներ տվեց որ պետքա գնա ընդդիմանա չարեց ոչ մի բան չներեցին Արտուր Բաղդասարյանին հիշում եք ոնց անվանակոչեցին իրեն Ինչու որտեվ հավատացել էին բայց գնաց երթմնազանց դարձավ Հայ ժողովուրդը մի անգամ է քաղաքական գործիչին վստահության քվե տալիս մի անգամ ինչ եք դուք ձեր ժողովրդին առհամարում ինչ եք մտածում թե մարդիկ հիմար են Եկեք պարոն Սիմոնյան քննարկենք Փաշինյանի անդրադարձը իհարկե իշխանական կուսակցության երևելի եւ ոչ այդքան ներկայացուցիչները տարբեր գնահատականներ տվեցին Փաշինյանն ասում է այս ընտրությամբ քաղաքացիները լիցք են տվել մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին նաեւ վստահ պնդում արել որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականին եւս հաղթելու է ընտրություններում Նախ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում հայ ժողովուրդը Վաղարշապատի համայնքի խոշորացված համայնքի քաղաքացիները ընտրական իրավունքը իրացնելիս հոգևոր պահանջ չեն դրել եւ եկեղեցու առողջացման պահանջ չեն դրել թափառող շների հարց են բարձրացրել ասֆալտապատման հարց են արել կոյուղը գծերի վերանորոգման հարց են բարձրացրել լվացքի պարաններով ծավալվող մալուխների հարց են բարձրացրել աղբահանության հարց Սոցիալական շենք շինությունների վերակառուցման հարց են բարձրացրել աշխատատեղերի զբաղվածության ապահովման խմելու ջրի հարց են բարձրացրել ծառերի թթվածնի եւ էկոլոգիայի վերականգնման հարց են բարձրացրել եկեղեցու հարց չեն բարձրացրել այո ինչ եք մանիպուլացնում տեսնում եք հարգելիներս դե գնացեք Նիկոլ Փաշինյանին ձայն տվեք ու տեսեք ձեր ձայնը ոնց է չեզոքացնում, փոշիացնում անեական հարցերով։ Անեական։
եւ վաղ շաբաթում ոչ թե հայ ժողովուրդը հաղթեց, եւ 2026-ին հաղթելու 2026-ին հույս ունենք, որ հայ ժողովուրդը հաղթելու է, բայց հայ ժողովուրդը պետք է ազատագրի Հայաստանը նախկին եւ ներկա դասակարգից։ Իսկ վաղ շաբաթում պարտվեց ապաթիան, կրավորականությունը, կրավորական վարքը։ Անկամ եթե դուք մարդուն չեք ճանաչում, ինչ որ մեկին, թեկնածուներից որևէ մեկին, միևնույնն է գնայիք։ Ձեր այս կոչը միայն դուք չեք հնչեցնում, պարոն Սիմոնյան, այս տաղավարից առնվազն բազմաթիվ մարդիկ այդ կոչը հնչեցրել են, որ շատ կարևոր է սեփական քվեին տեր կանգնելը։ Այ ինչու հանրությունը հաղորդակից չի լինում, ինչու հանրության մտքում փոփոխություն տեղի չի ունենում, ինչու չի կարևորում սեփական այդ իրավունքը, ընտրելու իրավունքը, ինչու չի կարևորում։ Ընտրանք չի տեսնում, ում միջև եւ ում միջև ընտրի։ Ում միջև ընտրությունը նույնն է։ Ընտրությունը նույնն է։ Հիմա այդ դեպքում ինչպես հույս ունենալ, որ բան կփոխվի 2026-ին։ Ընտրանք է պետք ներկայացնել, դրա համար համայնքի մաքուր կամ անկողմնակալ ուժերը պետք է համախմբվեն ալտերնատիվաների շուրջ, իրենք իրանցով մի հատ գեղի կլուբի ինչ որ կուսակցություն չհիմնեն, սարքեն ու գնան, համարեն, որ մի գյուղով կարան հարց լուծեն, չի լինում այտենց։ Պետք է համախմբվեք այլընտրանքային ուժերի շուրջ, համապետական նշանակության ուժերի շուրջ, ոչ թե տեղական։ Այդ առումով դուք ինչ տպավորություն ունեք ձեր անձամբ օրինակով, ձեր կուսակցության, քաղաքական ուժի օրինակով, քաղաքական ուժի օրինակով հետևյալ տպավորությունը ունեմ, որ տեղերում կան մարդիկ, որոնք որ իրենց խմբային, ընտանեկան, ազգակցական, ընկերական շրջապատի հոծ բազմությունը արդեն հաղթանակի տեղ են պատկերացնում։ Եվ մտածում են, որ իրանք ավելի շուտ կարող են փոփոխություններ իրականացնել, քան եթե իրենք իրենց ամբիցիաները մի կողմ դնեն եւ համախմբվեն ալտերնատիվ ուժերի շուրջ։ Ես դրա համար եմ կոչ անում Վանաձորի, Գյումրիի, Աբովյանի եւ մյուս մեր համայնքների քաղաքացիներին, որոնք որ այնտեղ ապրում են եւ համբավ ունեն, վայելում են ժողովրդի վստահությունը, համախմբվեն այլընտրանքային ուժի շուրջը։ Եվ ընդ որում մյուս այն անձանց էլ, ովքեր որ սազանդարի կարգավիճակում գտնվում են, կոչ եմ անում, որ ձեռնպահ մնան իրենց նմաններին այլընտրանք կոչելուց, որտեղ մարդիկ շատ լավ պատկերացնում են, դուք դրանով վնասում եք Հայաստանի Հանրապետությանը, զրկելով մարդկանց ճիշտ ընդդիմադիր ուղղություններ զարգանալու հանգամանքից։ Այսինքն դուք կեղծ այլընտրանքներ եք ծնում, կեղծ ընդդիմություն, ցույց տալու համար մարդկանց, որ այլընտրանքներ եւ ընդդիմություններ կան, բայց մարդիկ դա տեսնում են, մարդիկ քո ռենտգենը տեսնում են առավոտը զավտրիկ նախաճաշ անելուց ինչ ես կերել։ Պարոն Սիմոնյան, ասացիք կուսակցություններ, որոնք գործում են Հայաստան պետության դեմ, պետք է փակվեն, այն գործընթացը մենք չենք տեսնում։ Հիմա այդպիսի գործընթաց չկա։ Հիմա այս համատեքստում նախկին ներկայիշխանություններ բանավեճը հեռակա շարունակվում է, թե ով է մեղավոր, ով է սխալ գործել, որ մենք այսօրին ենք, եւ Փաշինյանը խոստացել է բանակցային այդ փաստաթղթերը հրապարակել։ Ինչ է կարծում, հրապարակումը կփակի նախկին նախագահների գոնե բերանը։ Իհարկե ոչ։ Նախկինում ինչ ասես կարաս բանակցած լինես, այդ թվում նաև, չգիտեմ, մեղրին տալ, տավուշ տալ, գեղարքունիք տալ, ինչ ասես կարաս բանակցած լինես։ Բայց այդ բանակցությունները ոչինչ են, եթե խաչ եք հաշվում նրանց վրա։ 2016 թվականի ապրիլյան քառորյային 1994 թվականի ստատուս քվեից հետո ձգված մինչև 2016 թվական բանակցային գործընթացը ջուրն է լցվել։ 3-4 տարիների վերլուծականը գնացեք փորփրեք, ես այս հարացույցը անընդհատ ասում եմ։ 1994 թվականի ստատուս քվոյով պայմանավորված մինչև 2016 թվականի ապրիլյան քառորյան ամբողջ բանակցային գործընթացը ջուրն է լցվել եւ այդ ջուրը լցնողը եղել է Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Ապրիլյան քառորյային Սերժ Սարգսյանը, որպեսզի կանգնեցնի, խոստացավ Վլադիմիր Պուտինին, որ տարածքներ պիտի վերադարձնի։ Դրա համար է կանգնել պատերազմը։
Հետո ամռանը ինչ որ սրացումներ տեղի ունեցան, գուցե եւ ժամանակ ձգելու համար։ Հետո սկսեցին կառավարություն փոխել, գուցե եւ ժամանակ ձգելու համար։ Ու Սերժ Սարգսյանը միջև հեղափոխության պահը ոչ մի բանակցային գործընթացի մեջ չի եղել։ Ապրիլյան 2016 թվականի ապրիլյան քարորիայից հետո միջև 2018 թվականի ապրիլի 24 ոչ մի բանակցային գործընթացի մեջ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ, ասեց մենք սկսում ենք զրոյական կետից, ես որպես վերլուծաբան ուրախացել էի, որ մենք շուտով հիմա Հայաստանի Հանրապետությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելով, կադրային փոփոխություններ իրականացնելով, պետական ներուժը վերականգնելով եւ կադրային փոփոխություններ ու լուստրացիա անելով հանդերձ, կսկսենք ուժի դիրքերից հանդես գալով ավելի որակյալ բանակցային գործընթաց մեկնարկել։ Բայց եթե ես իմանայի հարցը sense ողբերգական, այդքան շատ չէի ուրախանա այդ զրոկետից սկսելու հանգամանքի վրա։ Կմտածեի, կասեի, լավ, ողբերգական է, Նիկոլ Փաշինյանը ինքն իր կառավարությունով եւ Հայաստանի իրավիճակն էլ հետը գոնե վերադառնային մադրիդյան սկզբունքներին։ Ասեին եկեք դե հիմա այն դադարեցված մասից, որ ապրիլյան քարորիավ դադարեցվեց, ջուրը լցրեցիք։ Նորից ջրից հանենք, չորացնենք, դնենք օրակարգի վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանը չարեց դա, ընդհակառակը գնաց սադրանքների։ Տավուշյան մարտեր տեղի ունեցան։ Գնաց Արցախ, ասեց Արցախը, Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, կանգնեց այդտեղ, ասեց ինձ մեղադրում են, ես այդ հանրահավաքին ներկա եմ եղել։ Ես այդ կույր մարդկանցից մեկն եմ եղել, որ հավատում էի, որ փոփոխություններ են Հայաստանում գալիս։ Չգիտես ինչի, մանանա էինք երկնքից սպասում։ Առանց արժանանալու փրկություն էր եկել։ Քոչարյանի թեզի հետ համաձայն եք, պարոն Սիմոնյան, որ ասում է Հայաստանն է հրահրել պատերազմ։ Հայաստանը չի հրահրել պատերազմ, պատերազմ չէր կարող չլինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարար ձգեր հարցը, պատերազմ միևնույնն է լինելու էր։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը կարար ռետորաբանությամբ ձգեր հարցը։ Օրինակի համար ասեր, էսա համբերեք մի քիչ ժողովուրդս հանգստանա եւ այլն։ Այս հեղափոխական հարցերը լուծենք, մի հատ երկիրը կարգի բերենք, դուք մի անհանգստացեք, ոնց պայմանավորվել ենք, ընկերներ։ Ոնց պայմանավոր կարար չէ՞ տենց ասեր։ Ու ձգեր հարցը, միջև այսօր կարող է ձգեր։ Իսկ ինքը կտրուկ հայտարարություններ արեց, այն անխուսափելին, որ պետք է լիներ, միևնույնն է լինելու էր։ Ռոբերտ Քոչարյանը ստում է, թե պատերազմը Նիկոլ Փաշինյանով է պայմանավորված։ Պատերազմի հիմքերը այդ թվում նաև իր կառավարման տարիներին է դրվել։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարող էր ձգել հարցը։ Ինչ է զանգել է Վլադիմիր Պուտինին, ասել են մի քանի անգամ էլ վկայություններ կա, չէ՞։ Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե հենց Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ Ռուսաստանից հավաստիացում է, որ հարձակման վտանգներ չկան։ Ո՞վ է մեղավոր, որ դուք հավատացել եք։ Չհավատայիք, դուք ձեր զգուշավորությունը պահեք։ Իսկ ինչի զգուշավորությունը չէիք պահում, որտեվ հռչակել էիք, որ Հայաստանի Հանրապետությունում մասնագետներ չկան։ Որտեվ հռչակել էիք, որ Հայաստանի Հանրապետության մասնագիտական տիրույթը ամուլ է, նորմալ մարդ չկա, մենակ դուք եք։ Մի երկու տգետով եկել եք, հավաքվել եք, ուզում եք երկրում կառավարման համակարգ փոխեք։ Այդպես ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Դրա համար ստացակ այն, ինչ որ ստացակ։ Հիմա խելքի գալու ժամանակն է։ Եթե ներկայիս իշխանությունները ուզում է արդյունավետության կտրուկ բարձրացում ունենա, ապա այդ խայտառակ տիտղոսակիր ընդդիմությունից պետք է հրաժարվի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ամոթ է։ Ձեր ընդդիմությունը սկի 10%-ի շեմը չի հաղթահարում։ Ամոթ է։ Իսկ այն սազանդարները պետք է դադարեն, սազանդար հանդիսացողներին այլ ընտրանքներ կոչեն։ Կպեք միացեք դառեք ՔՊ։ Մարդիկ մեկը գիտեն արդեն, բացահայտել են ձեզ։ Եթե դուք Հայաստանի Հանրապետության մասին մի փոքր մտածում եք, թողեք ներքաղաքական դաշտը առողջանա։